Շնորհակալություն Հովհաննիսյանի միտքը այսպես եկեղեցում եւ մեկնաբանություն կարծ պետության քշելը շատ իջել, որովհետեւ իշխանությունը քշել չունի։ Իշխանության փոփոխությունով մեր պետության քշելը շատ արագ արդեն բարձրանալու, եթե իհարկե հաջորդ իշխանությունները նման չլինեն սրանց կամ չանեն այն ինչ որ սրանք են։ Բայց սրանց այս 7 տարիների գործողությունը ամբողջ համաշխարհային քաղաքականության մոտ բերել է մի հստակ պատկերացում, որ սրանք օրթապաշտ եւ սեփական շահերից փախչող քաղաքական ուժ են, իսկ Հայաստանի Հանրապետության պետականության գոյությունը զուտ պայմանավորված է այն բանը, որ Հարավային Կովկասում դեռևս պայքարը գերտերությունների չի ավարտվել։ Ու իներցիայի ուժով Հայաստանի Հանրապետությունը գոյություն Արցախը կորցնելուց հետո, Արցախը փոկելուց հետո բնականաբար Հայաստանի անվտանգային միջավայրը շատ ու շատ թուլացել է, նոր անվտանգային միջավայրի ճարտարապետությունը սրանք եւ սրանց օրոք հնարավոր չի լինելու, որովհետեւ իրենք ոչ մի ձև չեն պատկերացնում, եթե պատկերացնեն մինչեւ այսօր գրած կլիներ Հայաստանի Հանրապետության անվտանգության հայեցակարգ։ 20 թվականին են վերջին անգամ հայեցակարգ գրել ամռանը, որը բավականին քննադատվեց, բայց նույնիսկ այդ քննադատված հայեցակարգը ելի ինչ-որ արժեք ուներ։ Այսօր չկա հայեցակարգ, 5 տարի Հայաստանի Հանրապետության անվտանգության հայեցակարգ չունի։ Հետևաբար, եւ իրանք չեն պատրաստվում, չեն հասկանում ու չգիտեն, թե ինչ գրել է։ Ով է Հայաստանի հավանական հակառակորդը, զինված ուժերի առջև դրված խնդիրները որոնք են լինելու, ումից պետք է պաշտպանվի, երբ պետք է պաշտպանվի, որոնք են ահաբեկչական սպառնալիքները, որոնք են կիբերսպառնալիքները, որոնք են սահմանային անվտանգության խնդիրները։ Սրանք պարզ սերժանտի մակարդակով ինչ-որ բաներ պատկերացնում են, իսկ լեյտենանտի չէ, սերժանտի մակարդակով անվտանգություն են պատկերացնում, իսկ դիվանագիտական մասի անվտանգության դիվանագիտական բաղադրիչի մասին ընդհանրապես չեմ խոսում, բան Կարապետյանը շատ լավ կներկայացնի այդ հատվածը, պաշտպանական եւ անվտանգային առումով բավական մեծ աշխատանք կանելու եւ այդ աշխատանքը պետք է անել կարճաժամկետում։ Երկարաժամկետի համար դժվար է հիմա ասել, ասենք երկարաժամկետի նկատի ունենք 5-ից 10 տարի, կարճաժամկետ մինչեւ 5 տարի, ասենք մինչեւ հաջորդ ցիկլի ավարտը քաղաքական։ Նախ մեզ պետք է շատ արագ անային համախմբում, մեզ պետք է շատ արագ հասկանալ, որ պետության պաշտպանունակությունը, ինչ որ Նիկոլը վերջերս էլի տգիտությունից ցույց դնելով ասում է, որ մենք պետք է մարտունակ բառը փոխենք պաշտպանունակ բառի, առանց հասկանալ, որ մարտունակը վերաբերում է բանակին, պաշտպանունակը վերաբերում է պետությանը։ Երկու տարբեր բաներ։ Ընդհանրապես իրար հետ անհամեմատելի բաներ է, բայց ասում մեկը մյուսով ուզում է փոխարինել։ Այսինքն այս աստիճան իսկ սերժանտը տենց սխալ չէր անում, ես ներողություն եմ խնդրում բոլոր սերժանտներից։ Ու այս պատկերացումով բնականաբար իրենց մոտ ոչինչ չի ստացվելու, մեզ անհրաժեշտ է նախ ամբողջությամբ վերանայել, վերափոխել, վերաիմաստավորել զինված ուժերի առջև դրված խնդիրները, նրանց արդեն նախապատրաստել պաշտպանական նոր որակի, որը վերաբերում է առաջնորդին կիբեր անվտանգության ոլորտում պաշտպանական հնարավորություններ, բոլոր տիպի կադրային ռեսուրսների եւ ունեցած հմտությունների համատեղման նոր տակտիկան եւ մարտավարություն, օպերատիվ բանակի օպերատիվ կառավարման նոր համակարգի ներդրում, այդ սպառազինությունը, որ ստեղից ներից բերում, նախ պետք է հասկանալ սպառազինության էֆեկտիվությունը եւ իր պաշտպանունակությունը, նրա համադրելիությունը տարածաշրջանի մնացած բոլոր մեզ աջակից կամ մեր հետ համագործակցող ուժերի կարողությունների հետ որքան էլ ինչ խնդիրները նրանք լուծելու, թե նրանք զուտ այսպես տեղեկատվական փուչիկներ են, որոնք հետո իշխանափոխությունից հետո պայթելու են, այսինքն հսկայական աշխատանք կանել եւ դա կարճաժամկետում։ Մի բան է սրանք անում, բանակը վերածել են ընդհանրապես այսպես վարձու կամ վարձկանների փողով աճառվում է, այսինքն այս բանակից խոսում են, ասում են այսքան աշխատավարձ, բանակից խոսում են այսքան, շատ լավ է, որ ինչ է դիմացը պետությունը ստանում։ Պետությունը այդքան աշխատավարձ տալով ստանում է բավարար արտունակություն,
ստանում է բավարար պաշտպանունակություն, ստանում է բավարար հմտություններ ունեցող ստորաբաժանումներ, ստանում է բավարար բարոյական միջավայր, պետությունը, ժողովուրդը վճարում են դրա դիմաց, ոչ թե վճարում են, որ մի որը տալիս են բյուջեն, որ մի կողը տանի PR-անի, այդ թվում է բանակի վրա, եկել ուսուցիչների վրա PR-ը։ Այսինքն պետությունը պետք է հանել ինչ-որ մարդկանց ամբիցիոզ PR-ային, տեղեկատվական, քարոզչական և պետության համար վտանգավոր քաղաքական գործընթացների մեջից։ Հաջորդ ընտրությունները հենց դրա մասին են։ Հաջորդ ընտրությունները իրական խաղաղություն ունենալու մասին են։ Հաջորդ ընտրությունները մարդկանց մեր քաղաքացիների միջև նորմալ բարոյական միջավայր, նորմալ հարգալից, փոխադարձ հարգալից հարաբերություններ կառուցելու մասին են։ Հաջորդ ընտրությունները դատական համակարգ ամոթալի վիճակից, որ դատավորներն արդեն շատերին տեսնում գլուխները կապեն ման գալիս, այդ վիճակից հանելու մասին է։ Հաջորդ ընտրությունը ընդդիմություն, իշխանություն եւ խորհրդարանում եւ մնացած բոլոր վայրերում նորմալ առողջ հարաբերություններ կառուցելու մասին է։ Հաջորդ ընտրությունը առաջիկա 5 տարիները տեսնելու եւ դրան պատրաստվելու մասին է։ Այսօր ոչ մեկ չգիտեն բաղի ինչ արինել։ Եվ պարոն Հովհաննիսյանը շատ հստակ կոնկրետ ասեց Ադրբեջանից չի երևում, չէր երևում, հիմա առավել ևս չի երևում, որ նրանք կարճաժամկետում դնում են խաղաղություն, չի բացառում, որ սահմանադրություն փոխելու պահանջից բացի լինեն նաև այլ պահանջներ, օրինակ միջանցքի բացում, ինչի չընթացնում։ Բոլոր մակարդակները նրանք խորհրդարանական կլինի, գործադիր կլինի, քաղաքացիական հասարակության մակարդակ կլինի, դիվանագիտական մակարդակ կլինի, բիզնես մակարդակ կլինի, օգտագործում բացառապես միջանցք բառը, ինչ-որ հղումներ անելով այդ թվումներ, ինչ-որ բաների վրա, իրենք արդեն ուժի գործոն են բերում, որպես այդ գործընթացն առաջ տանելու հնարավոր եղունակ։ Կարճաժամկետ շատ մեծ անելիքներ կան և դրան պետք է պատրաստ լինենք, կոնկրետնենք, պատկերացնում ենք, թե դա ինչպես է հնարավոր լինելու անելու։ Այսպիսի շատ կարճ հարց, այս իշխանությունը ամեն դեպքում հանրությանը ընտրություններին ընդառաջ համոզում է, որ իրենք խաղաղություն բերողն են և եթե իրենք չլինեն, հաստատ խաղաղություն չի լինելու, ինչպես հանրությանը բացատրել, որ օգոստոսի 8-ի փաստաթուղթը դեռևս երաշխիք չէ իրական խաղաղության համար։ Օգոստոսի 8-ի փաստաթուղթ չկա, լեգիտիմ չի, ուժի մեջ մտած չի։ Այս բան ուժի մեջ դեռևս այդ ուժի մեջ է գտնում նոյեմբեր 9-ի փաստաթուղթը 20 թվականի այդ հարությունը, որը շահել է միայն Ադրբեջանը։ Ուրիշ ոչ մյուս երկու կողմերը դրանց չգիտեմ ինչ են շահել, Հայաստանը հաստատ չի շահել, Ռուսաստանը չգիտեմ ինչ է շահել, բայց Ադրբեջանը ամբողջությամբ շահել է, մնացած շարունակությունն էլ Ադրբեջանը որտեղ որ չի շահել, այդ 9-րդ կետում, այդ 9-րդ կետի խնդիրն լուծել է օգոստոսի 8-ի միջոցով։ Ինչ է շահել Հայաստան, խաղաղությունը սուտ է, թե խաղաղություն չկա։ Այս իշխանություն կոչվածների ժամանակ 4 հատ պատերազմ է։ Ի սկզբանե իրենք խոսում են խաղաղությունից։ Իրենք երբեք պատերազմից չեն խոսել, իրենք միշտ խոսել են խաղաղությունից, վերընթացքում եղել է 4 հատ պատերազմ։ Հիմա են խոսում խաղաղությունից էլի է լինելու, եթե իրենք հաջորդ տարի հնարավորություն ունենան շարունակել ևս մի ցիկլ իշխանավարվել։ Դրանք կասկած չկա։ Իրենց պաշտպանության նախարարը 4 հատ պաշտպանության նախարարն ունեցել 4-ն տարածք են հանձնել։ 4-ն խոսում են բանակի բարեփոխումից, չգիտեմ ուժեղանալ, ավելի մարտունակ կրնել, ավելի ուժեղնել, ավելի, չգիտեմ, համեմատում են նախկին բանակ ինչքան վատն են, իրենք ինչքան լավն են, բայց տարածքները որ կորում են։ Պաշտպանական կարողությունները, որ չեզոքանում է, զրոանում են, այսինքն սրանք փաստեր են, սրանց հետ չի կարելի վիճել, քննարկել, ինչ քննարկես փաստ է։ Եվ այդ փաստերի հետ կռիվ տալու փոխարեն, ուղղակի մեր հասարակությունը պետք է համախմբվի եւ հասկանալ խաղաղությունը ունի գին։ Եվ այդ գինը նաև ես իշխանափոխությունն է։ Խաղաղության գինը իշխանափոխությունն է։ Մեր ժողովուրդը, նույնիսկ նրանք, ովքեր շատ սիրում են Նիկոլին, խնդրեմ, թողերի շարունակեն սիրել, թողերի շարունակեն գովել, բայց իշխանափոխությունը մեր պետության շատ խնդիրներ, այդ թվում նաև կայուն խաղաղության բացի լուծումն է։ Ինչու՞, որովհետև նորից անդրադառնում առաջին մասովի խոսքին, որ
Ամենասկզբից այս իշխանությունը չունի այլևս որևէ ռեսուրս միջազգային անընդհատ փոփոխվող զարգացումների մեջ սեփական շահերի հետևից գնալու կարողություն։ Իրանք քննարկվում են Հայաստանի մասին խնդիրները քննարկվում են առանց Հայաստանի։ Հայաստանին հրավիրում են մեկներ, որտեղ ստորագրելու բան։ Մնացած բոլոր խնդիրները քննարկվում։ Լսեք բոլոր միջազգային վերլուծաբանների, միջազգային այսպես ռեգիոնալ եւ համաշխարհային քաղաքականության մասին ակտիվ գրող եւ խոսող տարբեր աղբյուրներ, հայտնի վերլուծական կենտրոններ ինչ են գրում Հայաստանի մասին։ Ինչ որ գրում են ամբողջ կոնտեքստը ողբերգությունը եւ ուղղակի անհավատալի, որ մենք այս աստիճանի մեր ինքնությունը, մեր անկախությունը, մեր սուբյեկտայնությունը այս աստիճանի վտանգված ու վնասված կլինի։ Համարեք, որ մենք միջազգային մասշտաբով իշխանություն չունենք եւ իրանց հիշում են այն ժամանակ, երբ որ պետք է իրանցից ինչ-որ բան ստանալ։ Այն պարագայում իրանք տեղական նշանակության, ասենք քաղաքապետը կամ վարչապետը նույն բանն է միջազգային հանրության համար։ Իրանց ասում են գնացեք ձեր ներքին խնդիրներով զբաղվեք, այո, ընդդիմությանը ճնշեք, բայց գնացեք ճնշեք, խնդիր չկա, որտեղ դուք պետք եք, որտեղ էլի է գալու են ձեզ տանենք, ասենք, ես ինչ բաներ ստորագրեք, ես ինչ բաներ արեք, գնացեք ձեր ժողովրդին ես ինչ հարցումներ խաբեք, որտեղ Հարավային Կովկասի վերաբերյալ դեռևս ոչնական որոշում չունի։ Իսկ Ադրբեջանը Թուրքիան չեն սպասում եւ վերջերս Գաբալայում տեղի ունեցած թուրքական պետությունների կազմակերպության հերթականիստի դեկլարացիայի մեջ հստակ գրած իրենց նպատակները։ Այդ նպատակները չէին թաքցել 7 պետությունը տակը ստորագրել։ Մեջ գրած Զանգեզուրի միջանցք։ Մեջ գրած իրենց նպատակները հստակ ասում են ամեն ինչի շահումը միայն Թուրքիան, դիմեք շահառուն Թուրքիան է։ Միջին միջանցքի իրագործման խնդիր կա։ Ռուսաստանի համար միջին միջանցքն ու Հյուսիսարևը համադրելի են երկուսն կարևորություն ունեն, խնդիր չի, որտեղ Հայաստանի իշխանություններին, այս իշխանություններին վստահելու հարց չունեն, վստահելու ռեսուրս չունեն, իմաստ չեն տեսնում, ինչքանով որ ես եմ հասկանում։ Նացիոնալների առիթը ևս մեկ անգամ խաղացան դրոշակ պատտել, թափարել, առիթը ևս մեկ անգամ Իրանի հյուսային սահմանների նկատմամբ վերահսկողության բանալի ունենալ, առիթը ևս մեկ անգամ Թուրքիայի նկատմամբ վերահսկողության բանալի ունենալ, առիթը Հարավային Կովկասը ևս ռուսական ազդեցության դիրքից դուրս հանել։ Ինչու չօգտվել եւ բրավո բոլորին պետք է ծափարել, բոլոր երկրներին, որոնք շատ փայլուն կերպով օգտվում են իրենց համար ստացած հնարավորությունից։ Միակ ուժորը եւ միակ այսպես բոլոր ռեսուրսները կորցնողը, կորցրածը եւ ապագայում էլ ճանապարհով գնացողը Հայաստանի Հանրապետությունն է։ Ես կարծում եմ, որ գոնե շատ լավ կլինի, որ մինչև ընտրություններ փոխվի իրավիճակը, բայց գոնե ընտրությունները վերջին հանգրվանը լինի, որ դրանով հնարավոր լինի կանացնել այս հայտարարական ընթացքը։ Շնորհակալություն։